Քրիստինե Նոստլինգեր, պատմություններ Ֆրանսի մասին։ Ֆրանսը 6 տարեկան է, բայց շատերին թվում է 4 տարեկան է, քանի որ մի քիչ փոքրամարմին է։ Շատ մարդիկ չեն հավատում նաև, որ նա տղա է։ Պատճառն այն է, որ Ֆրանսն աղջկա նման խուճուճիկ շեք մազեր ունի, երկար թարթիչներ, բալանման շուրթեր եւ վարդագույն կլորիկ թոշիկներ։ Մի անգամ Կիրակի օրը, երբ Ֆրանսը դուրս էր նայում խոհանոցի պատուհանից, հանկարծ նա մի տղայի տեսավ, որին մինչ այդ չէր տեսել իրենց բակում։ Մայրիկ, դու այդ տղային ճանաչում ես։ Ոնց որ բերգերների բարեկամներից մեկի տղան է, ասաց Ֆրանսի մայրիկը։ Երևի իր մայրիկի հետ այցելել է տիկին Բերգերին, ձանձրացել է եւ իջել է բակ խաղալու։ Ֆրանսը մի քանի կոնֆետ ու մի քանի ծամոն լցնելով գրպանները մայրիկին ասաց. «Իջնեմ բակ, մի քիչ խաղալու»։ Մայրիկը հավանեց այդ միտքը, բայց ասաց. «Քեզ կարգին կպահես, բերգերների գերդաստանը շատ քաղքենի է ու ամեն ինչից կռիվ է սարքում»։ Բակ դուրս գալուց առաջ Ֆրանսը մտավ նկուղ եւ վերցրեց նաեւ իր հեծանիվը։ Ֆրանսը նստեց իր հեծանիվը եւ սկսեց պտույտներ անել անծանոթ տղայի շուրջ բոլորը։ Անծանոթ տղան դադարեցրեց սուլելը եւ բղավեց. «Հեյ, դու, անունդ ի՞նչ է»։ «Ֆրանս», անծանոթ տղան ծիծաղեց։ «Ի՞նչ։ Ոնց կարող է աղջկա անունը Ֆրանս լինել»։ «Այո, չի կարող», ասաց Ֆրանսը։ «Դե ես աղջիկ չեմ»։ Այդ պահին բացվեց բակի դարպասը եւ ներս մտավ Գաբին, աղբի դույլը ձեռքին։ Գաբին Ֆրանսի ընկերուհին է։ Նրանք լավ ընկերներ են, բայց Գաբին հաճախ վիճում է Ֆրանսի հետ ու նեղանում նրանից։ Անծանոթ տղան ձեռքով արեց ու կանչեց Գաբիին։ Տղան ցույց տվեց Ֆրանսին ու ասաց. «Սա ասում է, որ ինքը տղա է։ Ճիշտ է դա»։ «Ախ, այս անմիտը, սա Ֆրանցիսկան է, նա ոնց որ գիժ լինի, աղջիկ է, բայց միշտ ասում է, որ ինքը տղա է»։ «Դու, չարագրավ, խարդախ», բղավեց Ֆրանսը նրա հետևից։ «Ստախոս, ստոյի մեկը»։ Տիկին Բերգերը վազելով եկավ բակ ու կայծակի նման հարձակվեց Ֆրանսի վրա, բռնեց նրա օձիքից, քաշելով բարձրացրեց աստիճաններով եւ տարավ դեպի Ֆրանսեց բնակարան ու թակեց դուռը։ Երբ Ֆրանսի մայրիկը դուռը բացեց, տիկին Բերգերը սկսեց կրկին բղավել. «Այս անամոթին այլևս չթողնեք իջնի բակ։ Այս տղան վատ ազդեցություն է թողնում խելոք երեխաների վրա»։ Տիկին Բերգերը հրեց Ֆրանսին դեպի ներս եւ բարձրաձայն նախատելով հեռացավ։ Յոզեֆը Ֆրանսի եղբայրն է։ Ֆրանսը սիրում է Յոզեֆին։ Չափազանց շատ է սիրում։ Երբեմն Ֆրանսին հարցնում են. «Աշխարհում ում ես ամենաշատը սիրում»։ Ֆրանսը պատասխանում է. «Յոզեֆին, հետո նոր մայրիկին ու հայրիկին եւ նաեւ տատիկին»։ Իսկ երբ Յոզեֆն է թվարկում այն մարդկանց, թե ում է սիրում, երբեք Ֆրանսին չի նշում։ Նա նրան անվանում է թզուկ, դմբով կամ էլ հիմար։ Դա Ֆրանսին շատ է տխրեցնում։ Մի անգամ Ֆրանսը հիվանդանում է եւ չի կարողանում մանկապարտեզ գնալ։ Նրա մայրիկն արձակուրդ է վերցնում եւ խնամում է Ֆրանսին։ Մի շաբաթ անց Ֆրանսը լավանում է եւ մայրիկն ասում է. «Ֆրանս, ես վաղն արդեն գործի եմ գնալու։ Էլ չեմ կարող արձակուրդ վերցնել։ Յոզեֆը վաղը դաս չունի, նա կխնամի քեզ»։ Իսկ Յոզեֆը հաջորդ օրը իմանալով այդ մասին, թթվեց։ Նա շատ դժգոհ էր, որ իր ազատորը պետք է խնամի Ֆրանսին։ Ֆրանսը տխուր տրտում գնաց իր սենյակ, վերցրեց լեգոները եւ սկսեց տուն սարքել։ Ֆրանսն արդեն տունը սարքել վերջացրել էր, երբ լսվեց դռան զանգը։ Նա վազեց դեպի դուռը եւ բացեց։ Օտոն էր, Յոզեֆի ընկերը։ Նրա ուսից կախված էին չմուշկներ։ «Որտեղ է Յոզեֆը»։ «Եկել եմ նրա հետևից, որ գնանք չմուշկներով սահելու»։ Յոզեֆը ցույց տվեց Ֆրանսին ու ասաց. «Դմբոն մենակ չի մնում, վախենում է, վախկոտ թզուկ է»։ «Այդ դեպքում արի նրան հետներս վերցնենք», ասաց Օտոն։ Յոզեֆը մի քիչ մտածեց, հետո ձեռքով արեց Ֆրանսին ու ասաց. «Լավ, արագ հագնվիր»։ Նրանք միասին գնացին դեպի տրամվայի կանգառ։ Տրամվայը շուտով եկավ։ Նրա մեջ շատ մարդիկ կային։ Այդ պահին Ֆրանսին ինչ-որ մեկը ուժեղ հրեց եւ նա գրեթե գլորվելով հայտնվեց դրսում։ «Գնամ Յոզեֆին ընդառաջ», որոշեց Ֆրանսը, «չէ՞ որ տրամվայի գծերով կարող եմ տեսնել, թե ուր պետք է գնալ»։ Գնաց այնքան, մինչև տրամվայի գիծը վերջացավ։ Այնտեղ կային մի փոքր հրապարակ ու մի կրպակ։ Ֆրանսը պատմեց կրպակավաճառին, թե ինչ էր պատահել իր հետ։ «Գոնե գիտես որտեղ ես ապրում»։ Հարցրեց կրպակավաճառը։ «Ես հո փոքրիկ մանչուկ չեմ», նեղվեց Ֆրանսը։ «Իհարկե գիտեմ։ Հազեի նրբանցք 4, երկրորդ հարկ բնակարան 12։ Ինչպիսի պատահականություն։ Ես էլ եմ այդ կողմերում ապրում։ Հիմա կրպակը կփակեմ ու քեզ կտանեմ ձեր տուն։ Ես էլ կգնամ իմ տուն»։ Մի քանի փողոցների միջով անցնելուց հետո նրանք վերջապես հասան Ֆրանսես տուն։
Մտնելով տուն, Ֆրանցն ուզում էր հայրիկին կանչել, բայց նստելով, թե ինչ է կատարվում հյուրասենյակում, զարմանքից քարացավ։ Հյուրասենյակում գորգի վրա նստած էր Յոզեֆը և հոնգուր լաց էր լինում։ «Ուր է իմ սիրելի փոքրիկ եղբայրը, եթե Ֆրանցը չգտնվի, ես այլևս չեմ ուզենա ապրել»։ «Ես արդեն այստեղ եմ», ձայնվեց Ֆրանցը և մտավ հյուրասենյակ։ Յոզեֆը վեր թռավ տեղից և սկսեց ուրախությունից պար կատարել։ Քիչ անց ներս եկավ մայրիկը և միացավ նրանց ուրախության պարին։ Այս ժամանակից սկսած Ֆրանցը այլևս չի տխրում, և Յոզեֆն իրեն թզուկ է ասում։ Ֆրանցը հաճույքով է գնում մանկապարտեզ։ Երբ նա մտածում է, որ շուտով դպրոց է գնալու, տխրում է։ Տխրում է ոչ թե նրա համար, որ դպրոցից է վախենում, այլ որ չի կարող այլևս մանկապարտեզում մորաքույր Լիզայի մոտ լինել։ Մի օր մորաքույր Լիզան ասաց. «Երեխաներ, շուտով մայրիկի օրն է։ Եկեք ինչ-որ գեղեցիկ իր պատրաստենք մայրիկների համար։ Օրինակ, էջանշան»։ Ֆրանցը մտածում էր. «Այս անպետք բանը մայրիկին չեմ նվիրի։ Ես ավելի լավ բան կգտնեմ նրան նվիրելու համար»։ Երեկոյան Ֆրանցը մայրիկի հետ նայում էր լուսանկարների ալբոմները։ Ֆրանցի մայրիկը նայեց նկարին ու հառաչեց։ Այն ժամանակներում հիանալի գեղեցիկ գլխարկներ են եղել։ Շատ ափսոս, որ հիմա այսպիսի գլխարկներ այլևս չկան։ Ֆրանցն իսկույն որոշեց, թե ինչ պետք է նվիրել մայրիկին։ Հաջորդ օրը Ֆրանցը նկուղում գտավ մայրիկի հին, մեծ լայնեզր գլխարկը։ Ապա 2 օր շարունակ նա նյութեր էր հավաքում հնամաշ գլխարկը նորոգելու և սիրունացնելու համար։ Հաջորդ առավոտյան Ֆրանցը շատ շուտ արթնացավ, վերցրեց գլխարկը և վազեց ծնողների ննջասենյակ։ Հայրիկն ու մայրիկը դեռ քնած էին։ «Շնորհավոր մայրիկների օրը», գոչեց Ֆրանցը։ «Ցանկանում եմ քեզ առողջություն»։ Մայրիկը գլուխը բարձրացրեց, տրորեց աչքերը, հորանջեց ու հարցրեց. «Ինչ է սա»։ «Գլխարկ է։ Եկ, վեր կաց, փորձիր»։ Մայրիկը վեր կացավ ու գնաց հայելու մոտ։ Հայրիկն արթնացել էր ու անկողնում նստած շատ բարձր ծիծաղում էր։ Դռան մոտ էլ հայտնվել էր Յոզեֆը և նույնպես շատ բարձր ծիծաղում էր։ Ֆրանցը վերցրեց գլխարկը, վազեց իր սենյակ, այն նետեց մահճակալի վրա, ընկավ մահճակալին ու սկսեց լաց լինել։ Քիչ անց եկավ մայրիկը։ «Ֆրանց», ասաց նա, «մի նեղացիր։ Գլխարկը շատ լավն է։ Այդ երկուսը գլխարկներից ընդհանրապես բան չեն հասկանում»։ Ճաշից հետո մայրիկն ասաց. «Եկեք գնանք զբոսնելու»։ Ֆրանցը դուրս եկավ իր սենյակից, հետը բերելով մայրիկին նվիրած գլխարկը։ «Բայց այս գլխարկն ավելի շատ տոնական օրվա համար է»։ «Մայրիկի օրը տոնական օր է»։ Մայրիկն այլևս ոչինչ չասաց և դրեց գլխարկը։ Փողոցում բոլորը նայում էին մայրիկի գլխարկին։ Որոշ մարդիկ նույնիսկ սարթաքում էին, որովհետև նրանք շրջվում էին Ֆրանցի մայրիկին նայելու համար ու զարմանքից դեմները չէին նայում։ Այդ օրվանից հետո մայրիկը երբեք չդրեց Ֆրանցի պատրաստած գլխարկը։ Մայրիկն ասում էր, որ ինքը պետք է այդ գլխարկին հարմար զգեստ գնի, մի շատ հրաշալի զգեստ։ Իսկ Ֆրանցը սկսեց մտածել. մայրիկիս ծննդյան օրվա առթիվ միգուցե գլխարկին հարմար մի զգեստ պատրաստեմ։ Ֆրանցն արդեն 7 տարեկան է և գնում է առաջին դասարան։ Դպրոցում նա ամենափոքրամարմին երեխան է։ Դա Ֆրանցին բավականին անհանգստացնում է։ Դպրոցում Ֆրանցին անհանգստացնում են նաև այլ բաներ։ Սովորելը նրան շատ դանդաղ է թվում։ Արդեն 4 շաբաթ է, ինչ նա դպրոց է գնում, բայց դեռ ճիշտ գրել չի կարողանում։ Նա ստիպված էր շարունակ մեծ ու փոքր շրջաններ և բարձր ու ցածր ալիքներ նկարել, կարճ ու երկար գծեր քաշել։ Այդ ամենը Ֆրանցը ձանձրալի էր համարում, իսկ ուսուցիչն այդքան էլ գոհ չէր Ֆրանցի նկարած շրջաներից, գծերից ու ալիքներից։ Ֆրանցը դասարանում մի թշնամի ունի՝ Էբերհարդ Մոստ անունով։ Էբերհարդ Մոստը խոշոր է և գիրուկ։ Թվում է նա շատ հպարտ է դրա համար և կարծում է, որ փոքրամարմին ու նիհար երեխաներին ծաղրելու իրավունք ունի։ «Ինչ ես անում դու դպրոցում, քո տաղը մանկապարտեզում է», ասել էր Էբերհարդը Ֆրանցին առաջին օրը։ «Ասա նրան ինձ հանգիստ թող, թե չէ իմ մեծ եղբայրը կգա ու քեզ այնպես կծեծի, որ մի շաբաթ անկողնում կանցկացնես», Ֆրանցին խորհուրդ էր տալիս Յոզեֆը։ Ֆրանցն այս խորհուրդը խելացի համարեց, սակայն դա նա չէր կարող օգտագործել, քանի որ միշտ, երբ Ֆրանցն Էբերհարդի դեմ Յոզեֆին պաշտպանության կարիքը զգար, Յոզեֆն իր մոտ չէր կարող լինել։ Սակայն Ֆրանցը դեռ մի խորհուրդ տվող էլ ուներ՝ Լիլին։ Լիլին ուսանողուհի է և կեսօրից հետո հետևում է Ֆրանցին, մինչև նրա մայրիկը վերադառնար աշխատանքից։ «Մենք պետք է անպայման մի բան մտածենք, կարճլիկ», ասում էր Լիլին։ Լիլին Ֆրանցին միշտ կարճլիկ էր ասում, բայց ոչ վիրավորական տոնով, այլ սիրալիր։
Մի օր, երբ Ֆրանցը դպրոցից դուրս էր գալիս, դպրոցի դարպասի մուտքի մոտ տեսավ Լիլիին։ Ֆրանցը զարմացավ։ Այդ պահին նրան մոտեցավ Գաբին ու ցույց տվեց դպրոցից դուրս եկող երեխաներից մեկին ու ասաց. «Ահա, նա է Էբերհարդը»։ «Դե, փորձենք», ասաց Լիլին ու գնաց դեպի Էբերհարդը։ Լիլին սկսեց շատ սիրալիր խոսել Էբերհարդի հետ։ «Ես Լիլին եմ։ Ֆրանցն ինձ պատմել է, որ դու բավականին մեծ և ուժեղ տղա ես։ Չես ուզենա այսօր կեսօրից հետո մեզ մոտ գալ։ Մենք ունենք մի արկղ կոլա ու մի մեծ տուփ սալորով թխվածք։ Եթե ուզես, ես իրով կօգնեմ քեզ տնային աշխատանքներում»։ Էբերհարդը զարմացած նայեց Լիլիին, բայց ոչ մի բառ չասաց։ Ուղիղ 3-ին Էբերհարդը կանգնեց նրանց բնակարանի դռան առաջ ու սեղմեց զանգի կոճակը։ Լիլին ուղեկցեց Էբերհարդին դեպի խոհանոց և խնդրեց սեղանի մոտ նստել։ Էբերհարդը վերցրեց մի կտոր թխվածք, կծեց ու հիացած նայում էր Լիլիին։ «Դու երևի մի փոքր զարմացած ես, սիրելի Էբերհարդ, որ քեզ հրավիրեցի այստեղ»։ «Այո, գիտես», շարունակեց Լիլին, «ես ունեմ մի փոքրիկ քաղցրիկ եղբայր։ Ես նրան շատ եմ սիրում»։ Ֆրանցը զարմացավ. «Ինչ է այս Լիլին խոսում։ Նա մի մեծ եղբայր ունի և ոչ թե փոքր։ Եվ իմ սիրելի անուշիկ փոքր եղբայրը մնացել է մեր գյուղում։ Այն շատ հեռու է այստեղից։ Ես շատ տարիներ նրան չեմ տեսել և կարոտել եմ։ Իսկ դու, սիրելի Էբերհարդ, շատ նման ես իմ եղբորը, ոնց որ ջրի երկու կաթիլ»։ Ֆրանցը զգուշորեն դուրս եկավ տնից և թակեց հարևան բնակարանի Գաբիեն տան դուռը։ Ֆրանցը պատմեց Գաբիին այն ամենը, ինչ լսել էր։ Ֆրանցը գնաց Գաբիենց խոհանոց նրա մայրիկի մոտ։ «Մեր խոհանոցում նստած է իմ թշնամին և ուտում է մեր սալորով թխվածքը», ասաց Ֆրանցը։ «Այ քեզ բան», ասաց Գաբիի մայրիկը։ «Դե լավ, ոչինչ, դու էլ հիմա մեր սալորով թխվածքը կուտես»։ Գաբիի մայրիկը պահարանից բերեց և սեղանին դրեց սալորի թխվածքով լի մի մեծ ափսե։ Ֆրանցը վերցրեց մի կտոր, հետո էլի մի կտոր, երրորդ կտորը, չորրորդը։ Հետո Ֆրանցն ու Գաբին օգնեցին նրա մայրիկին խոհանոցը մաքրելու։ Ի վերջո լսվեց Ֆրանցենց դռան բարձր ճռճռոցը։ Ֆրանցը ձեռքից գցեց շորը, որով սրբում էր միջանցքի հայելին, և վազեց իրենց տուն։ «Լիլի», մռնչաց նա, «Լիլի, ինչ է նշանակում այս ամենը։ Ինչու դու եղբայրացար իմ թշնամու հետ»։ «Սպասիր, կարճլիկս, շուտով կիմանաս», ասաց Լիլին ու խորհրդավոր ժպտաց։ Հաջորդ օրը դպրոցում երկար դասամիջոցին Էբերհարդ Մոստը դասարանի բոլոր երեխաներին ձայն տվեց. «Լսեք բոլորդ, այս պահից Ֆրանցն իմ պաշտպանության տակ է։ Իմ քույրը Ֆրանցի դայակն է, իսկ մինչև կեսօր դպրոցում ես եմ նրան փոխարինելու»։ Այդ օրվանից սկսած Էբերհարդը Ֆրանցին այլևս չէր նեղացնում ու զայրացնում։ Ֆրանցը շատ երջանիկ էր, բայց ցանկացած երջանկություն ունի մի քանի դառը կաթիլներ։ Այժմ շաբաթը 2 անգամ Էբերհարդն այցելում է իր քրոջը Լիլիին։ Էբերհարդի գնալուց հետո տանը հնարավոր չէր թխվածքի նույնիսկ մի փշուր գտնել, բայց դե Ֆրանցին էլ Գաբիի մայրիկի պատրաստած թխվածքն ավելի համեղ էր թվում։